Մենք գտնվում ենք Գորիսի կոլորիտային փողոցներից մեկում։ Տեղացիներին այն հայտնի է որպես Մակիչի փողոց անունով։ Այս շենքը նախասովետական Գորիսի միակ եռահարկ կառույցն էր։ 19-րդ դարի այս շենքը նախկինում եղել է մանկատուն, դպրոց, բաղնիք, այժմ ուղղակի կիսավեր շինություն, որտեղ ապրում է 3 ընտանիք, չունենալով կենցաղային պայմաններ։ Մի սենյակալ է մաքրալ եմ, լրիվ կեղտոտալ է, լրիվ մաքրալ, սարքալ, շինել, ռեմոնտը եկան նմտալ մեջը։ Հեսա դույս 40 տարի ես տեղ եմ ապրում։ Այս մի հատ է սենյակն է, պատալոկը լրի փոլակ է, այսօր ահագին թափալա 89 թվականից առաջ։ Այդքան տարի է ստեղ ապրում ենք։ Մի քիչ լեվել է, արդեն փոլակ է։ Ոչ փոլերը գցում են, ոչ մի բան։ Ոյ սա թափում է, ինչու մաքրեմ։ Ոչ մի մաքրություն եմ չեմ անում համարյա։ Մենակ հացում սարքում ոտում եք։ Սա փոշի է։ Շինության մասին խոսեցինք ճարտարապետ Յաշա Խաչյանի հետ։ Այդ շենքը հրդեհվեց 1969 թվականին։ Այդ ժամանակվանից, այսինքն 50 տարի, այդ շենքի վրա ոչ մի ամրացման աշխատանք չի կատարվել։ Եվ անդադ գտնվել է անձրևի ձյունի կարկուտի ազդեցության տակ։ Առաջի հարկը բաղնիք է եղել, ընդ որում իդեպ այդ բաղնիքում հատակին կա հրաշալի պահպանված աղճասալեր։ Եթե մաքրեն կգտնվեն դրանք։ Կարող են որոշակի բաներ պահել, ինչ որ մի սենյակ, երկու սենյակ թանգարանային ձևով, որ այս շենքը այսպեսին է եղել, բայց ընդհանուր շենքը այլևս ոչինչի պիտանիկ չէ։ Իսկ ինչ կարծիք ունեն Գորիսի բնակիչները։ Շենքը արդյոք պետք է քանդվի, թե ոչ։ Իր ժամանակին ինքն ալավի։ Հիմա էդին բանի պետք չէ։ Դա չեն քանդում, ասում են որպես նություն պահում են։ Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ներկայացրեց, թե ինչ նախագծեր կան առաջիկայում։ Մենք դեռևս 2 տարի առաջ էկոնոմիկայի նախարարության հետ միասին, երբ աշխատում էինք Գորիս կլաստերի բովանդակության շուրջ, այդ ծրագրի հիմնական նպատակը Գորիս համայնքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավումն է։ Ըստ ծրագրի բովանդակության, որը ներկայացրել է համայնքը, ենթադրվում է, որ եռահարկ շենքում պետք է գործեն Գորիսի գրադարանը, երկրագիտական թանգարանը եւ քաղաքային պատկերասրահը։ Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով շենքի վերակառուցման աշխատանքները սկսելուց առաջ բնակիչների բնակարանապահովման հարցը համայնքը կլուծի։